Բարև ձեզ, եթերում վերեք հաղորդաշարն է։ Առաջիկայում ընտրություններ են եւ քաղաքական դաշտում նկատելի աշխուժություն, համագումարներ են տեղի ունենում, առաջադրումներ, մեծ հավաքներ, տեխնացուներ արդեն հայտարարված են մի մասը, ելի դեռ սպասվում են տեխնացուների առաջադրումներ, ամենայն դեպս այս պահին ընդդիմադիր դաշտում երևակվում են մի քանի այսպես ուղղություններ, մեկը Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյանն է ինչ-որ համաձայնությունների մեջ, տեսնենք վերջում ինչ կլինի, Թաթոյան, գուցե այլ էլի ընդդիմադիր դաշտը նկատի ունեմ, տեխնացուներ առաջադրվեն։ Ես որևէ կասկած չունեմ, որ նշված անձանցից կամ ուղղություններից որևէ մեկը եթե կա իշխանության երկրի վիճակը էականորեն կբարբոքվի, ես որևէ կասկած չունեմ, երբ որ համեմատում ենք այս իշխանությունների հետ, բայց եկեք հիմա խորհենք, թե որքանով է հնարավոր, որ այդ տեխնացուները կամ մեկ ուրիշ ընդդիմադիր դաշտից կարողանա գա իշխանության եւ ասենք ինչ-որ էական փոփոխությունների տանի երկիրը։ Սա մենք պարտավոր ենք անաչառորեն եւ անկեղծորեն քննել, որպեսզի հետո փաստի առաջ չկանգնենք։ Ես ինչ-որ կասեմ, շատերը գուցե կասեն, պարոն Պիպանյան, դուք վհատեցնում եք մարդկանց, որ չգնան ընտրությունների։ Ես նախորդ թողարկումներում էլ ասեցի, մեզ չադահևակայություններ է պետք, մարդիկ են պետք, որ հստակ ճշմարտություն անողոք դնեն, որպեսզի քաղաքական ուժերը ամեն ինչ հաշվի առնեն ու չգան փաստի առաջ կանգնեն, ասենք ունենում են միայն հաղթանակի պլան, հաղթանակը չի ստացվում եւ ժողովուրդը վհատվում է։ Մինչդեռ իրենք պիտի շատ ամեն ինչ իմանան, հաշվարկեն քանի տոկոս է հավանական հաղթանակը, եթե պարտությունը այդ դեպքում մենք ինչ ենք անելու, որպեսզի ասենք խոր հուսահատություն չլինի։ Եվ հիմա ես առաջարկում եմ այսպես խորհենք ընտրությունները մեզանում ինչ է եղել եւ ինչ է հնարավոր այս իրավիճակում։ Որպեսզի նորմալ ընտրություններ լինեն, անհրաժեշտ է որ նախ առաջ լինի բավարար մակարդակի քաղաքականությունից հասնող էլեկտորատ, անհրաժեշտ է որ իշխանական համակարգում լինի բաժանում եւ լինի փոխադարձ վերահսկողություն, լինեն այնպիսի կառույցներ, որոնք ընտրախախտողի ձեռքը կբռնեն անկախ նրա կարգավիճակից, կլինի երկրի առաջին դեմ, երկրորդ դեմ, որևէ մեկը պիտի հույս չունենա, որ եթե ինքը խախտումների գնաց, ապա ինքը դա կմարսի։ Սա էլ անհրաժեշտ պայման է, հաջորդը ցանկալի է մեր երկրներում աշխարհի աչքը կամ արևմուտքի աչքը, որ ասենք դիտում են եւ գուցե նրանցից զգուշանալով, ասենք այստեղ մի քիչ իրենց ձիգ պահեն։ Հաջորդը ավանդույթ ընտրություններով իշխանությունը փոխանցելու ավանդույթ է անհրաժեշտ է որ իշխանություն ընդդիմություն այսպես հարաբերությունները պատերազմական չլինեն, ասենք իշխանությունը մտածի, որ եթե ես զիջեմ, ապա գուցե ինձ ոչնչացնեն։ Այս սրանք պետք է այդ պահանջները բավարարված լինեն, որ ասեք դուք էլ իմանաք, որ հա դուք գնացիք ընտրության եւ հնարավոր է ընտրություն լինի, քվեները հաշվեն եւ պարտվողը եթե իշխանությունը ասի դու հաղթեցիր, ես գնացի դիարի։ Ինչպես ասենք լինում է աշխարհի մի շարք երկրներում։ Հիմա եթե մենք խորությամբ նայում ենք այս նշված պահանջներից, պայմաններից ոչ մեկը չկա, հասկանում եք, ու բացի դա որ չկա, ասենք դա նշանակում է որ ազատ արդարապանցիկ այսպես ընտրությունների բացառվում է կամ քիչ հավանական այսպես ասենք, մյուս կողմից այսօրվա մեր իրականությունը տարբերվում է նախորդ այդ մեծ ընտրությունների, համապետական ընտրությունների իրականությունից, որովհետև հիմա, ասենք, այս իշխանությունները այնպես է ստացվել, որ ասենք նահանջի տեղ չունեն։ Եթե դուք երևի պատկերացնում եք, որ եթե հանկարծ իշխանափոխություն լինի եւ ընդդիմությունը գա այսպես արմատական, ապա ինչ ճակատագիր կսպասվի այս իշխանություններին։ Սա նշանակում է, որ ասենք իրավիճակը շատ ավելի լարված է հիմա, քան ասենք նախորդ դեպքերում։ Իշխանությունները նահանջի տեղ չունեն, բացի այդ նաև իրենք պատվերի մեջ են, դուք պարզ տեսնում եք, այնպես չի, որ իրենց որոշելով չի, ինչպես որ այն ամենը ինչ որ արել են իրենց որոշելով չի, նմանապես իրենց որոշելով չի, որ ասեն դե լավ օգնեցինք կամ հաղթեցին, թողնենք գնանք, իրենց որոշելով չի։ Ես հետագայում էլ, երբ որ առաջադրումները վերջնական կլինի, իրավիճակը կքննեմ հիմա կարողությունների սահմաններում
ընտրությունների հետ կապված շանսերը կգնահատենք, տարբերակներ կքննարկենք, եթե չհաջողվի ինչ լինի եւ այլը։ Ես հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ մի քանի կարծիքների վրա, որոնք սթափեցնում են, որպեսզի ուտոպիաներին շատ չտրվեք եւ հետո խորհրդատվություններ չլինի։ Իրականությունը պարտավոր ենք ճանաչել, իմանանք որտեղ ենք, ինչ է կատարվում, ինչ է հնարավոր, որպեսզի մենք դրան պատրաստ լինենք։ Եթե պատրաստ չեք, ապա լինի այն ինչ որ միշտ եղել է։ Ես որպեսզի չստացվի այնպես, որ միայն ես եմ իմ կարծիքները արտահայտում, ես հիմա հրավիրում եմ, այսպես ասած, հեռակա մի քանի անձանց, որոնք հրապարակային տեսակետներ են արտահայտել։ Ես այդ տեսակետները նայել եմ եւ զգացել եմ, որ տրամաբանության դաշտում են, եւ հիմա ձեզ ներկայացնում եմ, որ խորհենք դրան շուրջ։ Առաջինը ես հրավիրում եմ հերավար Մարինա Գրիգորյանին, Գոլոս Արմենիում մի հոդված է հրապարակել, ես ինչ որ հատվածներ եմ ձեզ ներկայացնում, որը հենց առնչվում է ընտրություններին։ Ինչ է ասում։ Ստրասբուրգյան carte blanche կետ Եվրամիությունը այս մարդուն տվեց ընտրական ամենաթողության թույլտվություն։ Սա է։ Եվ ինչ է ասում։ Ես անունը չասեմ էլի։ Այս մարդու ելույթի եռանդն ու անխոհեմությունը Ստրասբուրգում, ինչպես նաև հաջորդ օրը Երևանում, ցուցաբերած ծայրահեղ ամբարտավանությունն ու ցինիզմը բոլոր հիմքերն են տալիս ենթադրելու, որ ընտրվել են մոտ ապագայում բացարձակ աջակցության ամուր երաշխիքներ։ Եմ առաջնորդները, որոնք ներկայացված են Եվրախորհրդարանի ղեկավարությամբ եւ անդամներով, ամենայն հավանականությամբ նրան վստահեցրել են, որ իրենք ապրիորի աջակցում են ընտրական հաջողության հասնելու նրա ցանկացած քայլին ու գործողությանը, ցանկացած։ Եվ շարունակում է։ Օկուպացիոն ռեժիմի առաջնորդին տրվել է carte blanche անելու ամեն ինչ, ուժեղացնելու քաղաքական ճնշումները օգտագործելով անօրինական եւ հակաժողովրդական միջոցների ամենալայն զինանոցը, սանձազերծելու քաոս եւ հանցագործություն ամբողջ երկրում, օգտագործելով քրեական տարրեր ընդդիմության եւ ժողովրդի դեմ պայքարելու համար, կիրառելու ոստիկանական բռնություն եւ շարունակելու հարձակում եկեղեցու վրա, ավելին նրան տրվել է թույլտվություն հետընտրական շրջանում օգտագործելու ամենակոշտ մեթոդները ճնշելու դժգոհության եւ բողոքի ցանկացած դրսեւորում, ներառյալ բանակի օգտագործումը եւ քաղաքացիական պատերազմի բռնկումը։ Եվ շարունակում է, Ստրասբուրգում նրան ուղղակիորեն ասացին. «Արա այն ինչ ուզում ես, մենք կլռենք, կօգնենք քեզ ամեն ինչում, կաջակցենք քեզ, ավելի շատ գումար կծախսենք ու կճանաչենք քո կառավարությունը որպես լեգիտիմ եւ ժողովրդավարական։ Պարզապես մնա իշխանության գլուխ, մենք դեռ ունենք քո կարիքը»։ Ըստ երևույթին նա ստացել է այս երաշխիքները եւ նա որոշել է, որ այսուհետ արևմուտքի անբաժանելի աջակցությունը գրպանում ունենալով կարող է ամբողջությամբ գնալ եւ չմեղանալ հայ ժողովրդի հետ։ Հարցումները, վարկանիշները եւ հասարակական կարծիքը նրան այլևս չեն հետաքրքրում, քանի որ ըստ էության ընտրություններ չեն լինի։ Եվ եզրափակում է իր խոսքը, դա կյանքի եւ մահվան պայքար կլինի հայերի եւ թուրքերի միջև երկու կողմից էլ։ Նա հիանալի հասկանում է պարտության հետևանքները եւ հայ ժողովրդի մեծամասնությունը գիտակցում է, որ եթե ԿՊ-ն հաղթի, ճակերտներում Հայաստանը կկորսվի։ Իշստեմ Մարինե Գրիգորյան, Գոլոս Արմենի այսպեսի տխուր հետևություն է հանգել Եվրոպայում ծափահարություններից, ես գտնում եմ, որ սա տրամաբանական է, կյանքը ցույց կտա, բայց մի երևույթի վրա ուշ դարձնենք, նույն այդ Եվրոպան, որ այսպես հրդիտակով խոշոր նայում է ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ծափահարում է մի մարդու, որը մենք տեսնում ենք ինչեր է կատարվում երկրում, ոչ մեկը չասես պարոն, բայց ախր մենք Եվրոպան արժեքներ, մարդիկ այս քահանաները, եպիսկոպոսները ինչու են բանտերում, ինչ են արել, այս մարդը ինչու է բանտում, ինչու է սա անում, այդ երկրի հետ ինչու է այսպես ոչ մեկը, ասում կծափեր, իսկ ինչ են ծափ տալիս, որտեղ անում այն ինչ որ իրենք ուզում են։ Այնպես որ հույսներ հետ կտրեք, որ ինչ որ մի բան անի, Եվրոպան կարող է այսպես դիտարկումներ, դիտողություններ անի։ Ես Մարինե Գրիգորյանի այս տխուր եզրահանգումը համարում եմ տրամաբանական եւ կյանքը ցույց կտա։ Ես ու ինքս սխալվում եմ, թե չէ։ Հաջորդը ես դες ներկայացնում եմ
Սերգեյ Շուշինսկի է ներկայանում, ինքը ինչ է դիտարկում։ Ինչպես կարող է ազգանունը նա հաղթել եւ ինչպես է նա ամենայն հավանականությամբ հաղթելու։ Նա արդեն որոշ ժամանակ է ինչ քարոզարշավ է անցկացնում։ Եվ որքան շատ է նա քարոզարշավ անցկացնում, այնքան ավելի ակտիվ է դառնում։ Այո, դա ռուսերեն ասում է դոմ դվայի ոգով է, բայց նա լցրել է եթերը ի տարբերություն դանդաղաշարժ եւ ծանրալի ընդդիմության առանց որևէ կայծի ընդդիմությունը կայծ չունի։ Հասարակությունը մեծ մասամբ մոտավորապես համապատասխանում է ԿՊ անդամներին, մենթալիտետը նկատի մակարդակը։ Հետևաբար մաքուր մենթալիտետային տեսանկյունից նրան կամ նրա քաղաքականությունը չեն համարում ուղղակի սպառնալիք։ Նկատել եք սա, ես չեմ կարող ասել մեծամասնությունը թե չէ, բայց կա, նա անում է այն, ինչ նրանք միշտ ցանկացել են, այդ շերտը։ Նրանցից շատերը սիրահարված են նրան, իսկ ոմանք պարզապես համաձայն են, ասում են թող ավելի լավ է նա, քան ենթադրաբար ռուսամետ Ռոբերտն ու Սամվելը։ Եվ ասում է, նա վերահսկում է բոլոր կառույցները, ուստի վարչական ռեսուրսների, մանիպուլյացիաների, ավանդական անջատումների եւ քվեաթերթիկների լցոնման, աղանդավորների եւ իր ԵՄ լեգիտիմության աջակցության օգնությամբ կպնկստանա մոտարապես նույնքային ձայն, որքան ընդդիմությունը։ Իր հաշվարկն է։ Սա էլ տրամաբանական անկյաց ասեմ դες։ Միևնույն ժամանակ ընդդիմությունը պատրաստ չէ ուժով իշխանությունը վերցնել հատկապես արյունահեղության գնով։ Մինչդեռ ԿՊ-ն պատրաստ է ցանկացած քանակությամբ մարտի մեկերի հանուն իր իշխանության։ Ընդդիմությունը ըստ երևույթին կարծում է, որ կհաղթի ինչպես հին եվրոպական ընտրությունների ձևաչափում, որտեղ պարտվողը շնորհավորում է իրեն եւ հանձնում իշխանությունը։ Դա տեղի չի ունենա։ Դա այլևս նույնիսկ Եվրոպայում տեղի չի ունենում։ Երևի նկատի ունի ռումինական դեպքը, երբ հաղթել էր ընդդիմությունը, եվրոպաներից ասեցին ոչ, հիշում եք այդ պատմությունը, իբր թե այդպես կազմակերպեցին, որ այլ ազդեցություն է եղել հիբրիդային, ինչպես հիմա ընդունված է ասել, իբր ռուսները խառնվել են այդ ընտրությունների սահմանադրական դատարանով կարողացան նույն յարեմուտքը ճատագով չեղարկեցին, հաջորդ ընտրություն եղավ այդ հաղթած տեքնեսու ինչը գրանցեցին, ասին բարև ձեզ։ Եվ շարունակում է ավելին Յաշման, սա նկատի ունի, որքան հասկանում այդ բերետավորներին, ավելին Յաշման, դատարանները, բանակը, բոլորը գտնվում են ԿՊ վերահսկողության տակ, այսինքն ուժային բլոկը ամբողջությամբ նրանց ձեռքին է։ Հետևաբար ցանկացած ընդվզում կճնշվի անհրաժեշտության դեպքում անողոքաբար։ Սկզբում մահակներ, իսկ եթե չհասկանան, ապա ջուր եւ գազ, ճրցան մեքենաներ, եթե էլի չհասկանան, ապա ռետինե փամփուշտներ եւ շոկային նռնակներ, պայթեցրել են, չէ՞։ Վատագույն դեպքում նա դեռ ունի բազմաթիվ տարբերակներ, այդ թվում մարտական կրակ։ Եկեք պատկերացնենք, որ ընդդիմությունը ԿՊ-ից շատ ավելի առաջ է քվեների թվով։ Այդ դեպքում նրանք կդիմեն մոլդավական եւ ռումինական տարբերակին։ Ռումինական ասեցի, մոլդավականը լի ինչ որ մարդկանց չեն գրանցում եւ տեղամասերը խառնում են, որ ասենք չկարողանան հաղթել։ Հետո դրսերում ինչ որ բաներ արեցին։ Կասեն, որ ընտրությունները ազդվել են որոշ երկրների հետախուզական ծառայությունների կողմից եւ այլը։ Եվ արդյունքները կչեղարկեն։ Եվ ամենավատ դեպքում Ալիևը եղբայրաբար լուրջ սրացում կստեղծի սահմանին եւ ընտրությունները կհետաձգվեն։ Դրանից հետո արդեն կերևա։ Թերևս Զելենսկու տարբերակը, հիշում եք, չէ՞ Զելենսկու տարբերակը։ Բարդ է, հա, վերջ արտակարգ դրություն է, ընտրություն չկա, իր ժամկետը լրացել են, աշխարհն աչքերը փակել է, ոչ մեկ չի ասում պարոն եւ այլը, ինչպես նա ասում, ինչպես պատերազմի ժամանակ ես ընտրություն անցկացնում, ով կտա այդ երաշխիքը, եւ ասում են լավ, ու այսպես նստած է այնտեղ։ Եվ ասում է, փաստորեն տարբերակը կարան օգտագործեն եւ ավելի լավ է իրենց տեսակետից ավելի լավ այդպես երկաձգեն, քան ասենք փախչեն կամ ասենք Միշիկոյի պես, Միշիկոն Սաակաշվիլին նկատի ունի։ Այստեղ մի լարացում էլ ես անեմ։ Եթե չեմ սխալվում, ես վերջերս մի օրենք ընդունեցին,
որ եթե սխալվում եմ թող ինձ ուղղեն, ենթադրեք ընտրությունը անցկացրեցիք, գնացիք քվեարկեցիք, քվեները բերեցին, թվերը եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ թղթերը վերցնում է որ հրապարակի, ու ենթադրենք թե այնտեղ վատ թվեր են իշխանությունների համար։ Այն ժամանակ գալիս են ասում են, գիտես, պարոն ընտրական հանձնաժողովի նախագահ, պատերազմ, Ադրբեջանը եղբայրաբար հարձակվել է մեր վրա, արտակարգ դրություն է հաստատվել, հայտարարվել, այդ դեպքում գիտեք օրենքը ինչ ասում է, թղթերը վերցնում են, դնում են դարակի տակը եւ ասում են ընտրությունը համարվում է չկայացած։ Եթե անգամ ընդդիմությունը հաղթել է, կարող սա անել։ Իսկ հետո արդեն գալիս արդեն Զելենսկի տարբերակ, եթե արտակարգ դրություն է, վերջ ընտրություն չկա։ Հասկանում եք։ Ես այս այն լրացում էր եւ ավելացնում ենք, շարունակում եմ ընթերցումը, ինչ է ասում։ Մի խոսքով տարբերակները շատ են։ Նա իր թիկունքում ունի արևմտյան, թուրքական եւ ադրբեջանական ռեսուրսներ։ Ես այստեղ հատուկ եմ նշում, որովհետեւ մարդիկ կան մինչեւ հիմա պնդում են չէ ռուսներն են։ Ռուսները, թուրքերը եւ ադրբեջանցիները։ Ես ուզում եմ հասկանամ, էլ ոնց է լինում։ Երբ որ արևմուտքից են գալիս, հանձնաժողովը պիտի գա, փողեր են գա բերել, հա, ու ռուսներն են թիկունքում։ Շանոց ինձ թվում է չի լազդի այդպես ասողների վրա։ Եվ շարունակում է, ընտրական տեխնոլոգիաներ, փող եւ այլ, իսկ այնտեղ տեխնոլոգիաներ շատ լավ գիտեն։ Հետևաբար միայն լայնածավալ ժողովրդական ապստամբությունը կարող է ինչ որ բան փոխել։ Եվ եզրափակում է, բայց դրա հոտը չի գալիս։ Ինչքանով կհամաձայնեք ձեր գործն է կյանքը ցույց կտա, այս գրառմանը մի մեկնաբանություն կար եւ մեկնաբանողը ասում է ես այն կարծիքին եմ, որը տրամաբանական մոլդավական տարբերակն է, որ Սամվել Կարապետյանին կառույցը գուցե դե ինչ-ինչ պատճառներով չգրանցել եւ դա տրամաբանական է, պատճառներ կարող են գտնել ենթադրում եք ինչ կգրեն եւ այս մեկնաբանող ասում է ընդդիմությունը նաեւ դրան պիտի պատրաստ լինի։ Հետագայում մենք այս տարբերակներն էլ կքննենք իրար հետ, եթե ենթադրենք չգրանցեն, ապա ինչ պիտի անի ընդդիմությունը, ինչ տարբերակներ գնա, խորացված մենք դա ինչքան որ կարողանանք մենք դա կներկայացնենք։ Համենայն դեպս տխուր պատկեր ես ներկայացրեցի, հարց է առաջանում հավանական է սա թե չէ։ Երբ որ նայում եք մեր պահանջներ ասեցի, չէ, որ պիտի բավարարվի, որ ընտրությունը կայանա, այդ պահանջներից ոչ մեկը չկար, ինչքան որ ես կարողացա ձեզ համոզել, ու եթե այստեղ արտաքին ուժեր են, Եվրոպաներից էլ գալու են մեծ ուրախությամբ, որպեսզի պայքարեն հիբրիդային ազդեցությունների հանդեպ, դուք հասկանում եք, որ դա Ռուսաստանը նկատի ունեն, բայց ահա Ադրբեջանից ազդում են ամենձև դա, ասենք, չի համարվում հիբրիդային, այդ որ Եվրոպան գալիս խառնվում է, դա չի համարվում հիբրիդային։ Պարզ է, որ ասենք, մենք գործ ունենք այսպես աշխարհաքաղաքական ուժերի բախումի հետ եւ նայած որ ուժն է այսօր հզոր եւ որն է կանգնած իշխանությունների թիկունքում, նրանք մեծ հավանականությունը, որ այնպես կանեն, որ ասենք իրենց երազանքը տեղի ունենա եւ նորից կարողանան ծափահարել Եվրոպաներում, քանի որ իրենց ծրագրերն են իրականացնում։ Սա մենք պարտավոր ենք եւ հասարակ քաղաքացիներս, ովքեր որ դժգոհ են այս իրականությունից, եւ այն քաղաքական ուժերը, որոնք հայտ են ներկայացնում ու ներկայացնելու են, այս ամենը հաշվի առնեն, որպեսզի այսպես վարդագույն ինչ որ չնկարագրեն իրականությունը, որ հա եկեք քվեարկեք եւ մեր հաղթանակը մերն է։ Այո, քվեարկելու գնալ պետք է, ես այստեղ խնդիր չեմ տեսնում։ Ակտիվացնել մարդկանց պետք է, հույսեր ունենալ պետք է, բայց այս ամենը պիտի հաշվի առնվի եւ մտածեք, եթե սա տրամաբանական է, հնարավոր է արդյոք հաղթահարել, ինչ կերպ է հնարավոր հաղթահարել այդ ուժերի դիմակայությունը, ու եթե հնարավոր, պարզի որ հնարավոր չէ, ապա այդ քաղաքական ուժերը պիտի ունենան այդ մյուս տարբերակը, լավ ենթադրենք, թե չկարողացանք այդ արտաքին հզոր ուժերը ինչ-որ մի ձև թույլ չտվեցին ակտիվացած ժողովրդին, որ 100,000-ներ են լինելու
ինչ է կարել իրենց հետ։ Մեկը առաջարկում էր այս ում որ ես ներկայացրեցի ապստամբություն էր ասում, դա էլ տեսականորեն եկեք չհանենք, ինքը գտնում էր որ չի երևում, հոտը չի գալիս պես ասած, բայց դա այդպես չբացառենք, մեկ էլ տեսար կայծից բռնկվեց, ասա չբացառենք, մյուսը նաև պիտի մտածեն լավ, ենթադրենք այդ ապստամբությունն էլ չեղավ, դեպքում ինչ են անելու ակտիվացած ժողովրդի հետ, որպեսզի կարողանան հնարավորինս հակազդել այն ծրագրին, որ այդ հզոր ուժերը այս իշխանությունների միջոցով իրականացնում են, ծափահարում են, սա էլ պիտի ունենան իրենք, եթե սա չունենան ու գնան չհաջողվի, այդ դեպքում ինչ է լինելու, նորից հերթական անգամ մենք թողնելու ենք այդ ժողովրդին, բախտի կմաճուկին ու էլի ջախջախվեն, դրանից հետո արդեն էլ հնարավոր չի լինի ինչ-որ նոր բան կազմակերպել այդ մարդիկ կգնեն վհատության գիրկը, այս մասին պիտի մտածվի, ես ինքս սա հաշվի առնելով, դրա համար եմ ես ձեզ առաջարկում, որ հարգելի ազգակիրներ, որ անհանգիստ եք հայրենիքի ու երկրի ճակատագրով, ես շատ կուզեմ, որ այս իշխանությունները հեռանան օրինական, սահմանադրական ճանապարհով, բայց ենթադրեք, թե չի ստացվում։ Այդ դեպքում մենք պիտի մտածենք, թե մեր տեսակը ինչպես ենք պահում։ Որտեղ ասել եմ, մեր նրանց հիմնական կռիվը հենց մեր տեսակի դեմ է։ Որտեղ մենք ենք ազգի առանցքը, ժողովուրդ որ ասում են, այս փոքր շերտն է, որ այսօր մի քանի տոկոսի է կազմում։ Ես դրա համար եմ ձեզ առաջարկում, որ խորհենք ազգակիրների միության ստեղծման մասին, որը կուսակցություն չի, որը ինչ-որ մի մարդու չի, որ ընդհանրապես տեսակի պահպանության խնդիր է դնում։ Եթե մենք սա չենք անում, քանից ասել եմ արդեն, դուք ոչ մի ճակատամարտ չեք շահի, ընտրությունները չեք շահի։ Այդ քվեներ տվողները, ասենք թե եկան մեծ թվով քվեներ տվեցին, վաղը ինչ որ բողոքի ցույց է կանում, այդ մարդիկ չեն գալ, որտեղ դուք իրենց հետ չեք աշխատել։ Ինչ որ 1-2 հանդիպել եք, կամ այն մեկից վախենալով ձեզ քվե տվել, իրենք ձեր մարտիկները չեն, ձեր խոհակիցները չեն։ Հետո որ կոչ անեք, ցույց անեք, կտեսնեք քիչ են գալի։ Պիտի այս մեկ կարողանանք ազգակիրներով այդ մեր կառույցը սարքենք ամուր ընկույզի պես, որը ամենածանր պայմաններում էլ ինքը պիտի կարողանա իր տեսակի պահպանությունը ապահովի, դիմակայի։ Եթե մենք սա չենք անում, մենք ստացվում է, որ մեր դիմաց բանակը կազմավորված այսպես հատուկ իրենց զորատեսակներով, այստեղ բազմություն է խառը, որը ոչ կռվել գիտի, ոչ չգիտենք, ասենք, այս մի զորատեսակի դեմ ինչպես պայքարենք, այն մյուսն ինչպես պայքար խառը, նույնիսկ աշխարհաժողով էլ չենք։ Այդպես բազմություն է եկել։ Ես սա եմ ահազանգում եւ գտնում եմ, որ մի քիչ էլ ուշացած, բայց ամեն դեպս այսօրվանից մենք դիսկսենք մտածել ազգակիրներով հավաքվենք եւ մտածենք ինչ կարող ենք անել, ինչ նպաստ կարող ենք բերել, որ այսօր եթե հնարավոր է իշխանափոխություն լինի, սահմանադրական, եթե չի ստացվում, այդ դեպքում մենք ինչպես ենք տեսնում մեր ապագան շատ ավելի դժվար իրավիճակներում քնելու իրավունք չունենք։ Սա է հարցը եւ առաջիկայում ես գլխավորապես այս մասին եմ ձեզ հրավիրելու զրույցների, ճիշտ է ընտրություններին էլ կանդրադառնանք, ես ընտրությունները կարևորում եմ նրանով, որ ժողովրդին ակտիվացնում են ինչ-որ մարդիկ, այդ ակտիվացված մարդկանց մեջ նաև ազգակիրներն են, այդ ազգակիրներին մենք այնպես պետք է անենք, որ այն ամենավատ դեպքի համար իրենք մի լույս տեսնեն, ասեն, այստեղ ինչ-որ մարդիկ են հավաքված, ինչ-որ բան էին ասում, հələ եկեք տեսնենք ինչ են ասում, որպեսզի ամբողջական չկորենք։ Այս լույսն եմ ես ասում, որ եկեք հիմա Հիմիկվանից տանք ինչ է, մեկ իշխանության չեն գնում, սա կուսակցություն չասի, նպատակ ասեցի որն է, մանրամասն չպատմեմ, ազգակիրների միություն Facebook-յան խմբում այդ ամենը կա, ես նաև տեղադրել եմ տեսանյութերը YouTube-ի իմ ալիքում եւ հրավիրում եմ ձեզ նաև այնտեղ ասնել։ Ակտիվ եղեք այս քարոզարշավի ժամանակ, ես ինքս էլ խորդոր եմ, ինքս էլ ակտիվ եմ, բայց տարբերակները ասացի, այս ուղղությամբ մտածել պետք է։ Պլան B վերջո պիտի մեր խելքը հասնի, որ ունենանք, եթե չի ստացվում, ինչ անենք։ Եթե դուք պլան B չունեք, պլան A էլ չեք կարող հասնել հաղթանակ։ Եթե ձեր թիմը չունեք այսպես կազմավորված, էլ չեմ ասում այն մասին, որ ինձանից շատ խելոքները ասել են, որ եթե դուք ուզում եք հաջողության հասնել, ինչ-որ երկրում բան փոխեք, 95% գործի պիտի անեք մինչև իշխանության գալը։ Իսկ քանի տոկոս են անում մեր քաղաքական ուժերը։
Ոչ մի բան ընտրություններին տրաշավին մի ամիս խոսան եւ այլ ոչ մի բան չկա այդ նորի իրենց պատկերացած նորի հիմքերը չեն ստեղծում, չի հաջողվում, վերջ հանգավ կրակը։ Իրոք չունենք թույլ տանք, որ այս անգամ էլ այդ բախտին արժանանանք ու ասում ամենավատ տարբերակին էլ պատրաստ լինենք եւ այդ լույսը պիտի ցույց տանք մարդկանց ու այս ազգակիրներով էլ իմի գանք եւ տեսնենք ինչ են անում։ Ես ամենայն դեպս մի կառուցվածքի տարբերակ ձեզ ներկայացրել եմ իր գործառույթներով ու նպատակներով։ Ավելի լավը ունեք, խնդրեմ, եկեք քննարկենք, համադրենք, սինթեզենք, ստանանք կենսունակ ինչ որ մի համակարգ։ Այսօրվա համար այսքանն էր, մինչ նոր հանդիպում։